Իսրայելի Քնեսեթում արևմտյան ափի բռնակցման ուղղված օրինագծի շուրջ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ կայացած նախնական քվեարկությունը դիվանագիտական հրդեհ է բորբոքել Վաշինգտոնի հետ հարաբերություններում եւ սպառնում է փլուզել Գազայի շուրջ դժվարությամբ ձեռք բերված զինադադարը։ Քաղաքական դրաման իր գագաթնակետին հասավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Իսրայել կատարած այցի ժամանակ, որի նպատակն էր ամրապնդել փխրուն հրադադարը։ Oh yeah, that was weird. That was weird. I was sort of confused by that. Այո, դա տարօրինակ էր։ Ես շփոթված էի, երբ հարցրի այդ մասին, ինձ ասացին, որ դա խորհրդանշական քվեարկություն էր։ Դա շատ հիմար քաղաքական հնարք էր, եւ ես անձամբ դա որոշակիորեն վիրավորական եմ համարում։ Արևմտյան ափը Իսրայելը չի բռնակցելու։ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն այն է, որ արևմտյան ափը Իսրայելը չի զավթի։ Դա կշարունակի մնալ մեր քաղաքականությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որը հայտնի է Իսրայելին ցուցաբերած իր ամուր աջակցությամբ, փորձեց մեղմել իրավիճակը։ The West Bank don't worry about the West Bank. Արևմտյան ափը մի անհանգստացեք արևմտյան ափի համար։ Իսրայելը ոչինչ չի պատրաստվում անել արևմտյան ափի հետ։ Լավ, մի անհանգստացեք դրա համար։ Նրանք ոչինչ չեն անելու արևմտյան ափի հետ։ Մի անհանգստացեք։ Իսրայելի գործերը շատ լավ են։ Քննարկվող օրինագիծը, որը նախաձեռնել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցիայի ծայրահեղ աջ գործընկերները, կրոնական սիոնիզմ եւ Լիկուդ կուսակցությունների որոշ պատգամավորներ, նպատակ ունեն Իսրայելի օրենսդրությունը տարածել արևմտյան ափի հրեական բնակավայրերի վրա, ինչը դե ֆակտո բռնակցում է։ Թեև սա օրենքի ընդունման համար անհրաժեշտ 4 քվեարկություններից միայն առաջինն է, դրա ժամանակ այն համընկնում է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցի հետ դիտվեց որպես սադրանք։ Քաղաքագետ Գայիլ Թալշիրի խոսքով սա նախազգուշացում է Նեթանյահուի համար։ Եթե վարչապետը շարունակի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ Գազայի հարցով համաձայնագրի իրականացման գործընթացը, որը կարող է ներառել Պաղեստինյան ինքնավարությունը, նա լուրջ խնդիր կունենա սեփական կոալիցիայի հետ։ Պաղեստինյան ղեկավարությունը քվեարկությունը որակեց որպես միջազգային իրավունքի բացահայտ արհամարում եւ խաղաղության գործընթացին հասցված ուղիղ հարված։ Արձագանքը կոշտ էր նաեւ տարածաշրջանում։ Հորդանանը, որն ունի երկար սահման արևմտյան ափի հետ, խստորեն դատապարտել է քվեարկությունը։ Եգիպտոսը, որը հաճախ հանդես է գալիս որպես միջնորդ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջև, մտահոգություն է հայտնել իրավիճակի հետագա հավանական սրման կապակցությամբ։ Եվրոպական միությունը եւս վերահաստատել է իր դիրքորոշումը, նշելով, որ արևմտյան ափի ցանկացած բռնակցում կհամարվի միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ չի ճանաչվի միության կողմից։ Իսրայելը 1967 թվականին 6-օրյա պատերազմի արդյունքում գրավել է արևմտյան ափը եւ արևելյան Երուսաղեմը։ Այդ ժամանակից ի վեր այս տարածքներում կառուցվել է շուրջ 140 բնակավայր, որտեղ այսօր ապրում է մոտ 700,000 հրեա վերաբնակիչ։ Միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը համաձայն Ժնևյան կոնվենցիայի այս բնակավայրերը համարում է անօրինական։ Իսրայելը համառորեն վիճարկում է այս մեկնաբանությունը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։